Սոցիալական ցանցերում գրառումներ էին արվում, նամակներ էին ստանում, թե կառավարությունը հարկային տեռոր է սկսել բիզնեսների նկատմամբ։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ դրան արձագանքել են, ասելով, թե տնտեսությունը տեռոր անելու ցանկություն չունեն։ Նա նշեց, որ տնտեսությանը քաջալերելուն ուղղված տասնյակ միլիարդների ծրագրեր են իրականացվում։ Այսօր ընկերություն չկա, որ մեր աջակցությամբ մի մեքենա, սարքավորում կամ արտոնյալ վարկ վերցրած չլինի ու այլն։ Եվ այսպես շարունակ, բայց մյուս կողմից մենք բիզնեսից ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն, որ իրենց հարկերը վճարեն։ Ոչ մի լումա ավել մենք չենք ակնկալում, բայց նաև ոչ մի լումա պակաս, հայտարարեց Փաշինյանը։ Նա պատմեց, որ օրենքի փոփոխության են հանգել Ջերմուկում նախորդ տարի գործարարների հետ կազմակերպած աշխատաժողովի ժամանակ։ Այսպիսով հարկային տեռորը համարում եմ փակված, կարևորը որ չեմ հայտարարում, բացված։ Պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների հարազատները հավաքվել են կառավարության մոտ, պահանջելով, որպեսզի պարտադիր զինվորական ծառայության օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2025 թվականի ձմեռային զորակոչից զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 18 ամիս, հետադարձ ուժ ունենա ու տարածվի նաև 2025 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ծառայության մեկնած զինծառայողների վրա։ Մեր միակ դժգոհությունը դա է, որպեսզի 2025 թվականի ամռանը զորակոչված տղաները նույնպես ծառայեն 1.5 տարի 2 տարվա փոխարեն նամակներ են գրել, բոլորին նույն պատասխանն է եկել, օրենքը հետադարձ ուժ չունի, նշեց ակցիայի մասնակից ծնողներից մեկը։ Ըստ ծնողների, եթե օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ, գոնե արձակուրդներն ավելացնեն ու այդպես ծառայության ժամկետը հավասարեցնեն 1.5 տարվա։ Նրանք ասացին, որ իրենց որդիներն այս պահին դիրքերում են, տեղյակել չեն, որ անգամ իրենք այստեղ են։ Նոր-Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մոլդովական փողոց 29/1 հասցեում բռնության ենթարկված մի երեխայի շրթունքի վնասվածքով կապտուկներ մարմնի ու պարանոցի հատվածում ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է Ուիկմոր բժշկական կենտրոն։ Ըստ աղբյուրի ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Իրաքի քաղաքացի 3-ամյա տղա է եւ նույն օրը ժամը 10-ի սահմաններում 35-ամյա մայրը հատկացված սենյակում բղավել է երեխայի վրա, որից հետո մի քանի հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին, ապա մահճակալից գցել է հատակին ու քարշ տվել, պատճառելով մարմնական վնասվածքներ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը հինգշաբթի ու ուրբաթ օրերին կգտնվի Հայաստանում ԵՄ-ի եւ Հայաստանի միջև համագործակցությունն ամրապնդելու ու տարածաշրջանային համագործակցությունը խթանելու համար։ Եվրոպական հանձնաժողովից Պանորամայ-ը տեղեկացավ, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։ Նա կհանդիպի նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպանը կհաջորդի համատեղ հայտարարություն, նախատեսված է նաև հանդիպում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Տանը, որտեղ ողբերգություն է տեղի ունեցել 1 տարեկան 2 ամսական երեխան ոչ մի արյունագիծ էլ չի ունեցել, տղամարդը նրա կենսաբանական հայրը չէ։ Այս մասին հայտնել է հիվանդանոցում հայտնված երեխայի տատիկը մոր մայրը։ Նա մանրամասնել է, որ պաշտոնական հաղորդագրություններով որպես հայր ներկայացվող տղամարդը աղջկա մյուս երեխայի հնգամյա աղջնակի հայրն է։ Նախկին ամուսնու ու նրա զուգընկերուհու խնամքին է մայրը թողել երեխային, որ վարձով տուն գտնի։ Այսօր հայտնի դարձավ, որ երեխայի սպանության փորձի համար մեղադրվող կինը 2 ամսով կալանավորվել է։